Բարի լույս սիրելիներս։ Տեր հայր, կարող ենք աղոթել, որ սատանան մեզանից հեռու մնա։ Կարող ենք, եթե կամենանք, բայց ճիշտ չէ այդպիսի աղոթք մատուցել Տիրոջը։ Աղոթքի նպատակը ոչ թե սատանայի մեզանից հեռու պահելն է, այլ նրա դեմ զորավոր եւ հաղթող դարձնելն է։ Ինչպես կարող ենք հաղթանակած դուրս գալ սատանայի դեմ պայքարում։ Երբ որ մարդն աղոթում է, Աստված նրա միտքն ու հոգին արթուն է պահում, եւ արթուն մտքով ու հոգով մարդը կարող է տեսնել չարի ծուղակները եւ դեմ գնալ դրանց եւ պաշտպանվել։ Երբ որ մարդն աղոթում է, Հիսուս իր հրեշտակներին պատվեր է տալիս, որպեսզի ամեն գնով պաշտպանեն մարդուն չարի բոլոր տեսակի հարձակումներից։ Երբ որ մենք աղոթում ենք, սիրելիներս, Աստված ցանկապատ է դնում եւ թույլ չի տալիս չարի մուտքը մեր կյանքից ներս։ Մենք անշուշտ կարող ենք աղոթել, որ Աստված մեզ հեռու պահի սատանայից։ Սա նշանակում է առանց փորձությունների, առանց գայթակղությունների կյանք։ Սատանան, մեղքը, գայթակղությունները պիտի գան։ Եթե այդպես աղոթենք, կնշանակի մենք առանց փորձությունների կյանք ենք ուզում, որը հնարավոր չէ այս աշխարհի մեջ։ Այլ մենք խնդրում ենք, որ Աստված մեզ զորավոր դարձնի։ Երբ որ դու աղոթում ես, արդեն սատանան քո թշնամին է։ Երբ որ դու աղոթական կյանք ունես, սատանան ամեն գնով պետք է քո պաշտպանական դիրքերը քանդի, քեզ թուլացնի, որպեսզի իրեն ենթարկի։ Բայց երբ որ դու աղոթում ես, դու ամեն օր զորանում ես, ամեն օր արթնանում ես, ավելի ուշիմ, ավելի ճկուն ես դառնում, սատանայի բոլոր տեսակի հարձակումների, գայթակղության, անգամ ծուղակների մեջ դու կարողանում ես ճողոպրել եւ սատանան չի կարողանում քեզ որևէ վնաս հասցնել։ Ուրեմն մենք պետք է Տիրոջը աղոթենք, որ մեզ ամեն օր ավելիով զորացնի, որպեսզի կարողանանք նրան հաղթել։ Սատանային դժվար չէ հաղթել, սիրելիներ։ Հիսուս մեզ ցույց է տվել ճանապարհը, ինչպես կարող ես քո մաքրամաքուր կյանքով, քո արդարությամբ, քո սրբությամբ, հատկապես ամենօրյա աղոթքի մեջ լինելով հաղթել սատանան եւ դեմ կանգնել չարի բոլոր փորձությունների ժամանակ, չարի բոլոր հարձակումների ժամանակ, որովհետեւ դու միայնակ չես, Հիսուս քո թիկունքում կանգնած է։ Դու միայնակ չես, որովհետեւ Հիսուս ինքն է առաջնորդում քո ճակատամարտը։ Դու միայնակ չես, որովհետեւ Հիսուս ինքն է պաշտպանում քեզ եւ առաջին հարվածներ իր վրա է վերցնում, ինչը նշանակում է սա քեզ թույլ է տալիս պատրաստվելու նոր հարձակում կազմակերպելու, որպեսզի երբևէ սատանայի ճիրաներում չհայտնվես եւ ամենակարևորը նրա գերության մեջ չմնաս։